Հարգելի գործընկերներ, տեղեկացվել եք, որ օրերս քննչական կոմիտեն շուրջ 5 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Քննչական կոմիտեի համապատասխան քննիչների խումբը բաղկացած է 53 քննիչներից։ Այդ խումբը փաստացի գործում է 2025 թվականի հուլիս ամսից, և 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը դեռևս դատարանից խնդրում է, որ կարողանան կատարել նախաքննություն, իսկ այդ ընթացքում Սամվել Կարապետյանը լինի կալանավորված։ Սա ինքնին, այս նախադասությունը, այս երևույթը աբսուրդ է։ Ինքնին, միայն սա արդեն բավարար է արձանագրելու համար, որ մենք իրավաբանությունից դուրս ենք գործում։ Այն, որ այս գործում քաղաքական հետապնդման բաղադրիչը անհերքելի է, անվիճելի է, մրցակցությունից դուրս է, կարծում եմ բոլորի համար ակնհայտ է։ Մենք պարզապես հերթական տվյալներն ենք դրա վերաբերյալ արձանագրում։ Իդեպ, բայց նույն նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը իր որոշմամբ արդեն իսկ այնպիսի դիրքորոշում է ներկայացրել, որը պարտադիր է թե քննիչի, թե դատախազի, թե դատարանների համար, որտեղ այդ որոշումը բեկանված չէ։ Իսկ ըստ այդ որոշման կալանքը չի կարող այլևս երկարաձգվել։ Ես հենց նման կատեգորիկ դատողություն էլ կանեմ։ Այն պատճառաբանությունները, որոնք համադրվում են և վերլուծվում են, և այն միջնորդությունը, որը մենք արդեն իսկ ուսումնասիրել ենք քննիչի կողմից ներկայացված, հնարավորություն չի տալիս նվազագույն իրավական պետության պայմաններում կալանքի երկարաձգման։ Սա է իրավիճակը։